Հայ առաքելական եկեղեցիներում այսօր հնչած զանգերն ավետեցին Աստվածամոր վերափոխման տոնի հիշատակը։ Տավուշի թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, իսկ քարոզի ընթացքում հոգևորականները ներկայացրին տոնի խորհուրդը։ Սուրբ Կույսի վերափոխման հիշատակի այս օրը հավատքի զորեղացման, Քրիստոսի հետ ուխտի նորոգման լավագույն առիթն է։ Տոնի խորհուրդը միայն Սուրբ Աստվածածնի երկրային կյանքի ավարտի մասին չէ, այն հիշեցնում է, որ մահը վերջը չէ, այլ հավիտենական կյանքի շեմը։ Աստվածամոր վերափոխումը վկայությունն է այն հույսի, որ Քրիստոսի հետ ապրած կյանքը շարունակվում է նաև մահվանից հետո, հավերժության մեջ։ Այս տոնը հավատավոր քրիստոնյաներին կոչ է անում ամուր պահել հավատը, ապրել սիրով ու հավատարմությամբ և հայացքն ուղղել հավիտենական կյանքի խոստման վրա։ Շատ կարևոր է, երբ որ վերափոխման այս տոնին մեր հավատավոր զավակները հետևեն այս տոնի կարևորագույն պատգամին, այսինքն այն հրավերին, որ տրվում է Տիրոջ կողմից, ինչպես հրեշտակապետի կողմից հրավեր տրվեց Սուրբ Մարիամ Աստվածածնին և Տիրամայրը խոնարհությամբ հաստատեց, որ պատրաստ է Տիրոջ աղախինը լինելու հավիտյանս։ Վերափոխման տոնը Տավուշում արդեն ավանդաբար հաստատվել է նաև որպես Հաղարծին վանքի ուխտի օր։ Տոնի առթիվ վանական համալիրում կատարվեց նաև խաղողոր ներքի կարգ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել Վարդապետ Մխիթարյանի ձեռամբ։ Օրհնվեց խաղողի այս տարվա առաջին բերքը բնության բերք ու բարիքի և մարդու աշխատանքի համար Աստծուն ուղղված շնորհակալության և օրհնության աղոթքով։ Եվ այսօրվա այս վերափոխման տոնին նաև Հաղարծին վանքի ուխտի օրն է մեր եկեղեցուց, մեր Տավուշի թեմից ներս, եւ նաև այս հրավերով մենք ետ անդրադարձ ունեցանք սկսած մեր հայրապետների, սկսած մեր վարդապետների, որոնց որ անմիջական ուշադրության խնամքի ներքո Հաղարծին վանքը հասավ մեզ իբրև ժառանգություն, եւ ինչպես մեր քարոզում ասեցինք, որ այս իբրև ժառանգորդներ պիտի կարողանանք կրել այս ժառանգությունը եւ այս ժառանգությունը փոխանցել մեր գալիք սերունդներին։ Ավանդությունը պատմում է, որ երբ Սուրբ Աստվածամայրը ննջեց, Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր, Հայաստանում էր։ Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն։ Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել։ Առաքյալներն աղոթեցին և հոժարեցին կատարել եղբոր փափագը։ Սակայն երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները, և նրանք փառավորեցին Աստծուն իմանալով Աստվածամոր վերափոխման մասին։ Վերափոխման տոնը հենց այս հավատն է փոխանցում սերնդեսերունդ, հավատ, որ Աստծո հետ ապրած կյանքը մահվամբ չի ավարտվում։ Սուրբ Աստվածածնի վերափոխման խորհուրդը նաև հավերժական կյանքի հույսի մասին է։ Այն հավատացյալներին հիշեցնում է, որ երկրային կյանքը վերջնակետ չէ։ Քրիստոսի հետ ապրած հավատով ճանապարհը շարունակվում է դեպի հավերժություն։